Հիմա այդ թեմային ավելի մանրամասն կխոսենք դրա մասին, բայց մինչ այդ պետք է շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր որ բաժանորդագրված են, նրանք ովքեր որ հետևում են, ճիշտ ասած, ես տեսա որ դեռ չսկսված արդեն մարդիկ սպասում են։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում էր, որ այս հաղորդումը վարողները ունեին մեծ հեղինակություն, ազդեցություն, շատ բարձր վարկանիշ եւ ամենայն հավանականությամբ Նարեկի եւ Ազգենի մասին է խոսքը եւ հենց դա պատճառներից մեկն էլ այն էր, որ իրենք հիմա փակված են։ Մենք տեսնում ենք, որ բավականին լարված են եւ անհանգիստ վիճակում են գտնվում մեր իշխանությունները, դա վստահաբար պայմանավորված է նրանով, որ արժևում ընտրություններ են եւ այն մարդիկ, ովքեր իսկապես ունեին ազդեցություն եւ բարձր վարկանիշ, ընդդիմադիր կեցվածք, հեղինակություն, այդ մարդկանց ուղակի զրկել են խոսելու իրավունքից եւ պահում են նրանց բոլորին անազատության մեջ։ Ես ուզում եմ հետևորդներին իրենց ասել, որ շատ կարևոր է, որ դուք շարունակեք մնալ իրենց կողքին։ Շատ կարևոր է, որ ձեր աջակցությունը շարունակեք ցուցաբերել։ Շատ կարևոր է, որ դուք բաժանորդագրվեք եւ սա տարածվի, հնարավորինս տարածում ստանալ։ Դուք հասկացեք, որ դրանով իսկ ոչ թե օգնում եք այս հաղորդաշարին, Վազգենին, Նարեկին, այո, այդ պահը կա, բայց իրենց կռիվը իրենց անձի համար չէ, սա երկիր ունենալու, պետություն ունենալու հիմա սրանք ավելորդ խոսքեր չեն։ Մենք իսկապես այնպիսի վիճակում ենք գտնվում, այնպիսի ծայրահեղ վիճակում, որ իսկապես են հասել ենք այն անդունդի եզրին, իրականում մեր կռիվը երկրի համար է, Նարեկի, Վազգենի կռիվը երկիր ունենալու համար է եւ եթե դուք իրենց կողքին եք, ուրեմն դուք օգնելով իրենց առաջին հերթին օգնում եք բոլորդ ինքներդ ձեզ։ Ես ուզում եմ նաև առանցին խոսել այս թիմի մասին, ես այդ իմաստով շնորհավորում եմ Նարեկին ու Վազգենին, որովհետև իրենք ունեն հրաշալի թիմ։ Ֆանտաստիկ կոլեկտիվ։ Այո, եւ անցած անգամ որ իրենց ձերբակալել են, ես ուղղակի տեսա թե ինչ կազմակերպված, համակարգված, ինչպիսի աշխատանք են տանում։ Նույն բանը հիմա է տեղի ունենում անընդհատ ակցիաներ։ Ես ճիշտ ասած այն կարծիքին եմ, որ պետք է միշտ բարձրաձայնել, սրա մասին խոսել, ասել, բոլոր դռները թակել, հատկապես այն երկրների, ովքեր որ դրոշակներով եկել են դեռ տարիներ առաջ հաստատվել են մեզ մոտ, այդ դեսպանատների մասին է, այդ կազմակերպությունների, մենք հիշում ենք թե ինչ ակտիվություն էին ժամանակին դրսևորում, այս կամ այն ձերբակալությունների հետ կապված, քաղբանտարկյալների հետ կապված, մենք հիմա հիմնականում տեսնում ենք քար լռություն եւ անտարբերություն։ Խորը համր են ձևանում։ Այո, եւ շատ լավ է, որ այս թիմը շատ հետևողական եւ իրենց աշխատանքով, իրենց ակտիվությամբ մաղում են, որ բոլոր այդպես լինեն եւ նաեւ կանգնեն իրենց կողքին, կանգնեն Նարեկի եւ Վազգենի կողքին։ Այս իմաստով բրավո, նորից եմ կրկնում, շնորհավորում եմ Նարեկին եւ Վազգենին։